Ինչ է սպասվում մեզ արհեստական բանականության և սինթետիկ կենսաբանության սրընթաց զարգացումների դարաշրջանում, որոնք են մարդկային և արհեստական բանականությունների հիմնարար տարբերությունները, որքանով են իրատեսական մարդուն վերափոխելու կամ փոխարինելու տրանսհումանիստական կանխատեսումները։ Այս հարցերին են անդրադառնում «Ինքնություն և արժեքներ» շարքի այսօրվա քննարկման մասնակիցները՝ Մեսրոպ Քահանա Արամյանը, Կարեն Մուսայելյանը և Արամ Փախչանյանը։ Եվ այսպես, որքանով ենք մոտ մենք կամ հեռու այս իրադարձություններից, արդյոք դրանք չափազանցրած են, թե իսկապես վտանգ են մեզ համար ներկայացնում, մենք հասկանանք այսօր մեր զրուցակիցների հետ։ Արամ, սկսենք քեզանից։ Ես մի քանի ժամ առաջ տեղեկացա, որ ChatGPT-ն նոր մոդել է ձևավորել, որը արդեն երբ որ մտածում է պատասխանի վրա, գրում է thinking, մտածում եմ։ Եվ այդ մի մոդելը մոտ մաթեմատիկայի օլիմպիադաները միջազգային արդեն խնդիրներ լուծում է մոտապես 80%-ով, ի տարբերություն 30%-ի, որ անում էր նախորդ մոդելը։ Իսկապես մի կողմից մենք տեսնում ենք, որ անդադ ամեն ինչ արագ փոխվում է եւ փորձում ենք այդ S-սաձև կորի այս սկզբնական փուլում լինելով տեսնել գագաթը, բոլորն են ուզում տեսնել գագաթը, որտեղ այդ S-ը վերջանալու, որտեղ հիմա այդ արագընթաց զարգացման մեջ ենք։ Բայց իմ պատկերացմամբ հիմական մարդիկ, որոնք դա լավ չարաշահում են։ Եվ ես մտածում եի այս թեմայի շուրջ, մեկ էլ հասկացա, որ այն մտքերը, որ արտահայտվում են, շատ նման են, շատ ծանոթ են ինձ մանկուց։ Գերմարդու մասին խոսում էին կոմունիստները։ Հավասարության մասին խոսում էին կոմունիստները։ Մարդուն փոխելու մասին խոսում էին իրենք։ Ուղղակի այն ժամանակ, երբ որ նրանք դա մասին խոսում էին, դա ցնորք էր եւ իրենց փորձը դա իրականացնելու կյանքում վերածվեց դժոխքի։ Բայց հիմա այդ նույն գաղափարները վերադարձել են։ Ու հետաքրքիրն այն է, որ ասենք նույն Իլոն Մասկը, որը պայքարում է նեոմարքսիստների դեմ, մյուս կողմից առաջ է տանում գերմարդու գաղափարը, որը մարքսիստներն էին ժամանակին առաջ տանում։ Նույն գաղափարը, մեկ-մեկ եթե նայես, նույն մտքերն է արտահայտում։ Ուզում եմ Լենինը եւ իր ընկերները, երբ որ 30 տարի նստած ընդհատակում ինչ-որ մտքեր էին զարգացնում, այնքան էլ հիմար չէին, եք շատ բան տեսնում էին։ Բայց խնդիրն ի՞նչն է։ Որ այս մարդիկ ոչ միայն այդ մտքերն է դեպի առաջն են նկարում, այլ իրենք հստակ նաեւ վերցանում են պատմությունը եւ փոխում են նարատիվը այնպես, որ իրենց դեպի ապագա գնացող ճանապարհը ավելի տրամաբանական դառնա։ Եվ մեզ թվում է ինձ այդպես էլ կա։ Եվ իրենք ասում են, որ մենք ոչինչ չենք կանխատեսում, կամ մեր ասածը ընդհանրապես մտածելու համար է, ոչ թե խոստանում ենք, որ այդպես կլինի, բայց իրականում իրենք դա ծրագրավորում են։ Իրականում սա նոր տոտալիտարիզմ է։ Տոտալիստները հասկացել են մի պարզ բան, որ բռնի մեթոդով շատ դժվար է մարդկանց պահել։ Վաղ թե ուշ մեկը գալիս է, վիզիտ կտրում է։ Բայց կա ուրիշ ձև։ Դու մարդկանց ուղեղները կազմակերպված ձևով փոխում ես, ծրագրավորում ես, եւ եթե պետք է, ու դա ավելի հեշտ կլինի, պետք է այդ մարդկանց ուղին կցել արհեստական բանականության լարեր, եւ այդ դեպքում այդ մարդկանց ուղեղները ծրագրավորել շատ ավելի հեշտ կլինի։ Բոլորը հիմա հասկանում են, որ ժողովրդավարությունը գնալով սկսում է պարտվել, եւ բոլորը գիտակցում են, որ նոր իշխանության ժամանակ է գալու, եւ բոլորը ուզում են այդ իշխանության մասը լինեն։ Եվ Իլոն Մասկը իր ճանապարհով է գնում մագրցում դեպի այդ իշխանությունը։ Նոր մարքսիստները իր ճանապարհով են, ու բոլորը նույն կռիվն են տալի։ Ով կկարողանա կառավարել մարդկանց մտածողությունը, ով կհամոզի մարդկանց, որ ինքն է ճիշտ։ Եվ այդ դեպքում այդ մարդուն կվստահեն որոշումների կայացումը, եւ այդ մարդը կտիրապետի ամեն բանի։ Իմ զգացողությունը դա է, այս ամբողջ խոսակցությունը իմ պատկերացմամբ լրիվ մարդկանց վրա իշխելու ջանք է տոտալիտար համակարգում, եւ տոտալիտար համակարգը մեր աչքերի առջև են կառուցվում։ Մենք տեսնում ենք ինչպես է բոլոր ժողովրդավարությունները գնալով դրան գնում։ Բայց նաեւ հետաքրքիրն ինչն է, որ մի քիչ խորանում է, թե մարդիկ ինչ են ասում, ասենք նույն Իլոն Մասկը ասում է, մենք ապահովենք, որպեսզի մարդիկ կարողանան շատ ավելի մեծ արագությամբ մեկը մյուսի հետ շփվել։ Բայց այս փուլում իր Neuralink ընկերությունը ընդհանրապես կարողացել է մի քիչ ավելի զարգացնել
նյարդերի միջոցով մկանների կառավարման տեխնոլոգիան մի քիչ ավելի բարդ դարձնել։ Այնտեղ դեռ անverջ հեռու է ինենք նրանից, որ կարողանան մարդու մտքի խորքերը մտնել եւ հասկանալ ուղեղը ինչու է աշխատում։ Անverջ հեռու են նրանից, թե պատկերացնեն գոնե մարդը ինչ է, ինչպեսին է։ Բայց գեղեցիկ տեսություններ են նկարում։ Խոստանում են վաղ ամեն ինչ կլինի ու բերում են օրինակներ, օրինակ ChatGPT հաջողությունները։ Ասում են, տեսեք, սա ստացվեց, ուրեմն նայեք ստացվի։ Դրա մեջ կա լիքը խապկանքներ, որովհետև դրանք իմ պատկերացմամբ իրականությունից բավականին հեռու, բայց հստակ նպատակով առաջ տարվող տեսություններ են, որոնց նպատակը, ինչպես ասացի, նրանում է, որ ուղղակի մենք կարողանանք իշխենք մարդկանց վրա։ Շնորհակալություն Արամ քո անդրադարձի համար։ Կարեն, խնդրեմ քո անդրադարձը եւ մենք քեզ ուշադիր լսում ենք։ Իսկապես շատ մտահոգիչ է, որ մարդկության տեխնիկական զարգացման հետ զուգահեռ կարծես թե իր բարոյական գիտակցությունը չի զարգանում, այլ կարելի է ասել բարոյագիտական շփոթվածության միայն ավելանում է։ Բայց դրա հետ մեկտեղ ես ինքս լինելով արհեստական բանականության ոլորտի մեջ մնում եմ բավականին թերահավատ արհեստական բանականության կարողությունների եւ հեռանկարների նկատմամբ։ Եվ ես ասեմ, որ ես միակ մարդը չեմ։ Ես 3 օր առաջ այցելել եմ կոնֆերանս, որտեղ խոսացել է Յան Լետունը, որ deep learning-ի հիմնադիրներից մեկն է եւ շատ հապճակավոր գիտնական համակարգիչների գիտությունների գիտնական եւ ես կասեմ, որ նա շատ սթափ գնահատական է տվել եւ իսկապես շատ հարցերում ոչ միայն նա, բայց մարդիկ, որ կոնկրետ այդ ոլորտի մեջ են համաձայն են Արամի հետ, որ շատ խապկանքներ կան, շատ բաներ կան, որ այսպես ասած փայլող օբյեկտներ են, բայց իրականում չունեն այդ խորությունը եւ ըստ Յան Լետունի մենք շատ հեռու ենք նույնիսկ կատվի բանականությունը վերարտադրելու։ Ինչ որտեղ կա այստեղ այդ փուչիկը եւ անհիմն մոլարանդություն եւ դա առաջին անգամ չի պատմության մեջ։ Եթե հիշենք 60-ական ու 70-ական թվականներին հատկապես MIT-ում Մինսկի եւ Փապերտի կողմից այս նույն խանդավառությունը, որ զարգանում էր, դա շատ վաղուց էր եւ դեռևս մենք չենք հասել այն բաներին, որ խոստանում էին առաջիկա տարիների ընթացքում։ Այդին ժամանակի միջայլոց MIT-ում կար մի փիլիսոփայության պրոֆեսոր Hubert Dreyfus անունով, եւ Hubert Dreyfus-ը ասել է, ես անգլերեն կասեմ եւ տարգմանեմ, our risk is not the advent of super intelligent computers, but of sub-intelligent human beings. Այսինքն մարդկությանը սպառնում է ոչ թե երբանական համակարգչի գալուստը, այլ ենթաբանական մարդու գալուստը։ Եվ իրոք վտանգը նրա մեջ է, որ մարդը գնալով ավելի շատ իրեն դիտարկում է որպես թերի մեքենա։ Մարդու ինքնարժեքը ընկնում է եւ իրեն այդ երբանականության պատրվակի տակ, ինչպես Արամը ասաց, ավելի հեշտ է դարձնել մեքենա եւ ավելի հեշտ է նրան ոտնահարել եւ սրկացնել։ Եվ իրեն վերաբերվել ընդհանրապես որպես ինչ-որ ֆունկցիոնալ սարքավորումի։ Եվ ես կասեմ, որ դրա հիմքում դրված են շատ խորը ճանաչողական սխալներ, որոնց մասին ես հուսով եմ մենք խոսենք։ Շնորհակալություն Կարեն, ես ճիշտն ասած այս վտանգի վերաբերյալ կուզենայի մի կտոր ընթերցել Ջեֆրի Հինթոնից, որը համարվում է արհեստական բանականության կնքահայրը։ Նա որ արդեն դուրս է եկել Google-ի այդ deep learning-ի խմբից, որպեսզի կարողանա ազատորեն խոսել այն վտանգների եւ խնդիրների մասին, որ կան։ Նա տարածիորեն ասում է հետեւյալը, բայց երբ այն, այսինքն արհեստական բանականությունը իսկապես բարթանում է, մենք այլևս իրականում չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Ճիշտ այնպես, ինչպես չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում մարդկանց ուղեղում։ Մենք նախագծել ենք սովորելու ալգորիթմը, սակայն երբ այս սովորելու ալգորիթմը փոխազդում է տվյալների հետ,
Այն ձևավորում է բարդ նեյրոնային ցանցեր, որոնք լավ են աշխատում տարբեր խնդիրների լուծման վրա։ Բայց մենք իսկապես ամբողջությամբ չենք հասկանում, թե ինչպես են նրանք այդ բաներն անում։ Այդ համակարգերի վերահսկողականությունից դուրս գալու հնարավոր եղանակներից մեկը այն է, որ նրանք գրեն իրենց համակարգչային կոդը իրենց փոփոխելու համար։ Եվ դա այն բաներից է, որոնց մասին մենք լուրջ մտահոգություն պետք է ունենանք։ Սա իր խոսքերն են, եւ այստեղ իսկապես վտանգի պահ կա, որ process-ը կարող է դառնալ անկառավարելի եւ անվերահսկելի։ Եվ հինտնի այս խոսքերից նաեւ պարզ է դառնում, որ մենք ինչ որ բանի հետ գործ ունենք, որը իրենից սև արկղ է ներկայացնում, եւ մենք մինչեւ վերջ չենք հասկանում այդ սև արկղի մեջ ինչ է կատարվում, ինչպես նաեւ չենք հասկանում, թե մարդու ուղեղի մեջ ինչ է կատարվում։ Մենք խոսում ենք մարդու մասին, մենք խոսում ենք կյանքի մասին, կանխատեսումներ են արվում կյանքի, այսպես ասած, ոչ միայն երկարացման, այլ ընդհանրապես մահվան վերացման մասին, երջանկության մասին, այսպիսի կանխատեսումներ եւ մարդուն աստվածային հատկանիշներով օժտելու մասին, ես homo deus հենց դա է նշանակում, այսինքն աստվածամարդ եւ Արամի ասած սա update-ի տարբերակն է գերմարդու, որը Նիցշեն է առաջ քաշել այդ գաղափարը եւ այդ գաղափարը շուրջ 200 տարի դոմինանտ գաղափար է եղել արևմտյան քաղաքակրթության համար, սա դրա ավելի update-ի, այսպես նորացված տարբերակն է։ Եվ այս ամենը սպասումներ են ձևավորում եւ տպավորություն է, որ մենք ինչ որ խաղ ենք խաղում, մինչեւ վերջ չգիտակցելով այդ խաղի վերջնական վտանգները։ Ասում ենք կրակի հետ է խաղում, հիմա այս տպավորությունը, որ մարդկությունը իսկապես կրակի հետ է խաղում, մինչև վերջ չհասկանալով, թե ինչ կարող է տեղի ունենալ իր հետ։ Մյուս կողմից այս սրացող իմաստի ճգնաժամը, այդ դատարկության զգացողությունը, որը ես կարծում եմ, որ հոգևոր տեսանկյունից բխում է ներքին հուսահատությունից։ Հուսահատության հետևանքն է իմաստի ճգնաժամը։ Կարող է իսկապես հանգեցնել նրան, որ մարդկությունը այդպիսի ծայրահեղ վիճակում հանկարծ գնա ուղղակի ինքնաոչնչացման։ Լինում է, չէ, որ մարդիկ շատ հուսահատվում են, ինքնասպանություն են գործում։ Այնպես էլ մարդկությունը կարող է այդպիսի քայլերի գնալ։ Այնպես որ սրանք ստեղծում են իրական վտանգներ, մենք կարող ենք, եթե այսպես գնա եւ մարդը իրեն ընդհանրապես համարի մի այսպես կենսաքիմիական հատկություններով օժտված մեքենա կամ մի իր մտածողությունը համարի, որ զուտ ընդհանրապես մեքենայական մտածողություն է, այդ մարդուց ոչինչ չի մնում։ Մարդը որպես արժեքների կրիչ, որպես բարոյականության կրիչ, որպես հոգու կրիչ, հոգու մասին ընդհանրապես խոսակցություն չկա, դրանք թողել են մի կողմ։ Այսինքն մենք խոսում ենք այս բոլոր Յուվալ Հարիրի ամբողջ գրքի մեջ մարդը անհոգի էակ է, այդ հոգու մասին ընդհանրապես ոչ մի խոսակցություն չկա։ Այսինքն մարդուն կարող ես ծայրից ծայր ծրագրավորել եւ նաեւ կարող ես փոփոխել ինչքան ուզում ես նրա կենսաբանությունը եւ այլն եւ այլն։ Նրանք ակնհայտորեն խոսում են մարդու թերություններից, որ մարդը թերի է, այսինքն Աստված թերի ստեղծագործություն է ստեղծել եւ ավարտվում է կենսաբանական էվոլյուցիայի դարաշրջանը, մենք մտնում ենք այլևս կարիք չկա որ մենք երկար սպասենք, որպեսզի մարդը փոփոխվի, մենք կարող ենք արագորեն վերափոխել մարդուն այս նոր, այսպես ասած, արհեստական բանականությամբ եւ կենսաբանական ճարտարագիտության միջոցով։ Բայց մենք փորձենք մի փոքր խորանալ այս արհեստական բանականության մեջ եւ հարցս հետեւյալն է, թե որոնք են հիմնական տարբերությունները, որ կա մարդկային բանականության եւ արհեստական բանականության միջեւ, որտեղ ըստ իս կան ֆունդամենտալ տարբերություններ
Եվ Կարեն կուզենայի, որ դու այս հարցին պատասխանեիր նաև որպես քվանտային հաշվողականության մասնագետ, որովհետև նաև կարծիքներ կան, որ այսպես քվանտային կոմպյուտերները կամ քվանտային հաշվողականությունը կարող է լուծել արհեստական ընդհանուր բանականության, այսպես ասած, խնդիրը։ Խոսքը նեղ արհեստական բանականության մասին չէ, այլ արհեստական ընդհանուր բանականության մասին է, եւ որքանով է մարդկային ուղեղը աշխատում որպես քվանտային կոմպյուտեր։ Այո, դեռ մեծով սկսենք նրանից, որ ես կարծում եմ, որ մանավանդ գիտական տեխնիկ մարդկանց մեջ գիրիժում է որոշակի աշխարհայացք, որը լուրջ սխալներ ունի եւ կուզեի դրանք նշել։ Ըստ այս աշխարհայացքի ճշմարտությունը փաստերի հավաքածու է համար 1, որ դա ուղղակի մի փաստերի կույտ է, որի գոյություն ունի բարոյականությունից դուրս ընդհանրապես։ Փաստերը մեզ այսպես աշխարհը չի, ասենք սա համար առաջին, համար երկրորդ, որ ճանաչողությունը այդ օբյեկտիվ փաստերի վերամշակում է, այսինքն ուղղակի թե մարդու ճանաչողությունը եւ թե համակարգչի հաշվառումները միայն փաստերի, այսինքն տվյալների վերամշակում է։ Եվ չորրորդը դրանից հետևում է, որ ուստի մարդը մեքենա է, իսկ մեքենան կարող է ունենալ բանականություն։ Եվ ես փաստարկեմ, որ մեքենան չի կարող ունենալ բանականություն։ Այդ ընդհանուր, այսպես ասած, արհեստական բանականությունը անհեթեթեցում է։ Առաջին հերթին աշխարհը միշտ չի տրվում որպես փաստեր եւ ինֆորմացիա։ Այն մեզ տրվում է ինչ-որ անվերջ շարունակական գործոններով եւ ազդեցություններով։ Եվ ճանաչողության ամենահիմնական պահը դա զտումն է, ֆիլտրումը այդ անվերջ շարունակական ընկալումների շարանի միջից կարևորը անկարևորից անջատելը, ասպեկտավորումը աշխարհի։ Եվ տեսեք, որ այս ասպեկտավորումը հայերենի մեջ կա լավ բառ, դիտավորյալ, տեսեք, որ դիտավորյալ նշանակում է միտումնավոր։ Այսինքն մենք հայերս հասկացել ենք, դա հայերեն լեզվի մեջ շատ ապուխ է կարծում եմ, որ դիտելը առանց միտումի անհնարին է, որ այս անվերջությունից ինչ որ կարևոր ասպեկտները զտելու համար մենք պիտի ունենք նպատակ։ Ես որոնը եթե մենք ունենք նպատակ, մենք ունենք բարոյական վեկտոր։ Դա այդ բարոյական վեկտորը կարող է սխալ տեղ ուղղված լինի։ Բայց մենք միշտ եթե նպատակ ունենք, եթե միտում ունենք, դիտավորություն ունենք, ուրեմն մենք ունենք պատկերացում դեպի լավ, դեպի մեր պատկերացում։ Դա մեր պատկերացումն է, որը մենք կարող ենք կոռումպացված լինել եւ այլն։ Դա նշանակում է, որ ճշմարտությունը, նույնիսկ մաթեմատիկական փաստը, որ 1+1 հավասար է 2-ի, առաջանում է միայն ազատ կամքի դրսևորման հետևանքով։ Ինչու եմ ես դա ասում։ Պատկերացրեք, որ ես ասում եմ 1 խնձոր եւ 1 խնձոր հավասար է 2 խնձորի։ Ուրեմն ես արդեն որոշում եմ, որ տարբեր մանր տարբերությունները, որ տեղի ունեն այս երկու խնձորի միջև, կարևոր չէ։ Ես իրենք համարում անկարևոր եւ վերացականացնում եմ այս խնձորները դարձնում եմ մի ինքնության անդամ խնձոր։ Դա որոշում է։ Ես կարող եմ նաեւ դրանք տարբերել։ Նույնիսկ եթե մենք դիտարկենք մաթեմատիկան եւ մաթեմատիկայի զարգացումը, մենք շատ արդեն վաղուց կարող ենք անվերջ թվով արտադրել մեքենաներով տարբեր թեորեմներ եւ չէ կարող, որովհետեւ այդ թեորեմները կլինեն բացարձակապես անհետաքրքիր։ Մենք գիտություն, նույնիսկ մաթեմատիկա անելով, մենք ունենք բարոյական վեկտոր, որը մեզ ասում է, թե ինչն է հետաքրքիր, ինչն է կարևոր եւ ինչը կարևոր չի։ Երրորդը դրանից նաև հետևում է, որ համակարգչի այս նպատակաուղղվածությունը միշտ դրվում է մեջ։
ծրագրավորելու կողմից։ Այսինքն նա չունի իր մեջ ստեղծված այս նպատակաուղղվածությունը, չունի ազատկամ։ Պատկերացրեք, որ համակարգիչը եւ կամ ծրագիրը միշտ կարող եք պատճենավորել հարյուրավոր միլիոններով պատճեններ կարող եք ստեղծել, կարող եք արխիվավորել, կարող եք նոր թողարկում անել, եթե ինչ-որ սխալ կա, բան կա։ Այսինքն դա միշտ արվում է, միշտ դրա պատասխանատուն ծրագրավորողն է։ Եվ քանի պատասխանատուն ծրագրավորողն է, երբեք չի կարող այդ ծրագիրը ունենալ ազատ կամք, չի կարող, այսինքն իսկապես ճանաչել աշխարհը եւ միայն կարող է վերամշակել տվյալները։ Իսկ տվյալը մենք ենք սարքում տվյալ աշխարհից, աշխարհը ճանաչելով եւ դիտարկելով։ Եվ ես կարծում եմ, որ դրանք շատ մեծ տարբերություններ են եւ իրենք փաստորեն չի կարելի նաեւ եթե մենք անցնենք քվանտային ուղեղի գաղափարներին, ես հավատում եմ, չեմ կարծում, որ ստույգ դրան կան ապացույցներ, բայց ես համարում եմ, որ իսկապես շատ կան լուրջ պատճառներ մտածելու, որ մենք մտածում ենք որոշակի քվանտային սկզբունքներով, բայց դա չի նշանակում, որ այս պահը, որ մեր ճանաչողությունը գալիս է մեր ազատ կամքից, եւ դա ամենակենտրոնական դրա գործոնն է, մենք չենք կարող դա շրջանցել որևէ տեխնոլոգիա։ Շնորհակալություն Կարեն, խնդրեմ Արամ։ Ես վերհիշեցի, որ Կարենը խոսում է, վերհիշեցի ես Իլոն Մասկի վերջի հարցազրույցը եւ եկան հետաքրքիր, ուրեմն նա սկսեց բողոքել նրանից, որ իր կողմից մշակվող գրող համակարգի մրցակիցները շատ հաճախ ստում են։ Ճշմարտություն չեն ասում, օրինակ Ամերիկա հիմնադիր հայրերի նկարները որպես սևամորթ են նկարում, որովհետև իրենց տրված է հրահանգ, որ իրենք պետք է անպայման ներերական լինեն եւ տարբեր տեսակներ մարդկանց ներառեն։ Եվ նա ասում է, որ պետք է արհեստական բանականությունը հետապնդի ճշմարտություն, բայց երբ որ այն հարց տվեցին, լավ, իսկ ինչպես հասկանանք, որ դա ճշմարտություն, նա կորավ։ Ինչպես Պիղատոսը իր Այո, ինչպես Պիղատոսը։ Նա չկարողացավ այդ հարցին պատասխանել եւ ասել ինչու, որտեղ իր հաջորդ ոտքով նա ասաց, դե որ մարդը մահանում է, ընդհանրապես ինֆորմացիա է մահանում։ Ինչ է մարդը, եթե ոչ ինֆորմացիա, որ կա իր մեջ։ Եվ այդ երկու ծայրահեղ ընկալումները, որ կա ճշմարտություն, եւ այդ ճշմարտությունը պետք է պայքարի միջոցով վերհաստատել, այլապես մենք կործանվելու ենք եւ նա շատ փայլուն օրինակներ բերեց։ Ինչու դա կարող է կործանվել։ Եվ մյուս բևեռը, որ մարդը ընդհանրապես տեղեկատվություն է, ինչպես Կարինը շատ ճիշտ ասաց, մարդը տեղեկություն չէ։ Մարդը իր մեջ ունի մի կարևոր հատկանիշ, ունի նպատակ։ Եվ ասեմ նաև մի հետաքրքիր պահ, որ երբ որ մենք արհեստական բանականություն ենք ստեղծում, որը մարմնավորում չունի, նա այդ ցանցերի եւ համակարգիչների ներսում է։ Այն կարող է ամեն բան ասել, ամեն բան մտածել, ամեն բան ենթադրել։ Իր համար գոյություն չունի նպատակ, ինչպես Կարենն ասաց։ Սակայն երբ որ մենք փորձում ենք այդ արհեստական բանականությունը մարմնավորել, օրինակ ռոբոտ ստեղծել, որը արհեստական բանականությամբ կառավարվող ռոբոտ է, այդ ռոբոտը արդեն պետք է մտահոգ լինի, որ գոյատևի, որտեղ հանկարծ եթե սխալ որոշում կասես, կարող է ինքնա ոչնչանա, չէ՞։ Որտեղ վտանգավոր է, սխալ քայլ արես, 10-րդ հարկից կընկնի եւ կփշրվի։ Ուրեմն մենք իրեն պետք է արդեն իսկ տանք գոյատևելու վնաստ, որը մարդկանց բնորոշ է։ Բայց արդյոք եթե մենք ռոբոտին տվեցին գոյատևելու վնաստ եւ այլ վնասներ, որոնք մեր նպատակների մի մասն են միայն պայմանավորում, մենք մարդու նման կամ ընդհանրապես կենդանի նման էակ կստեղծենք։ Իհարկե ոչ, որովհետեւ կան շատ նպատակներ, որոնք չեն բխում մեր վնասներից, հակառակը հակասում են մեր վնասներին։ Ու դա շատ դժվար է սարքել։ Եվ դրա արդյունքում շատ դժվար է պատկերացնել, որ որևէ արհեստական բանականություն կարող է դառնալ մարդկային հասարակության մաս։ Շան նման միգուցե, որտեղ մարդկაც բնորոշ է ամեն մի բանի, անգամ եթե կենդանի չէ, վերագրել, շունչ եւ մարդուն նմանեցնել, եւ մենք այդ խաղում ենք որոշ չափով։ Չնայած այստեղ եղած երբեմն մարդկանց մեծամասնությունը մի քիչ խաղալով արհեստական բանականության հետ ինչ զրույցեր շատ առաջ ձանձրանում են։ Իրենց հետաքրքիր չէ դրա հետ խոսելը, որտեղ իրեն մեջ միայն մարդ չեն տեսնում եւ չեն տեսնի երբեք, որտեղ
Իդեպ դրա շուրջ Չոմսկին է շատ հետաքրքիր էսպիսի բանի հետ վեճի մեջ մտել նույն Մինսկու հետ, որ Մինսկին ենթադրում է մաքուր պերսեպտրոնի հիման վրա կարելի է ստեղծել մարդկային բանականություն։ Չոմսկին ասում է ոչ, որտեղ մարդու ուղեղը շատ ավելին է, քան այն ամեն ինչ այդ ուղեղը անում է, որպես տեսանելի բան, որտեղ կա շատ խոր անտեսանելի շերտեր, որ մարդու բնորոշ են, որ մենք որևէ կերպ երբևիցե ուղիղ չեն կարողանա հանել, որ դնենք մի այլ բանի մեջ ու սրան վերագրենք մարդկային հատկանիշ։ Մարդու ուղեղը շատ ավելի բարդ բան է եւ մենք էլ գիտենք, որ ոչ միայն ուղեղը։ Խոսքով ասածս այն է, որ այդ ամենը մի քիչ իսկապես մարդիկ կձգտեն, նրա մեջ կա վտանգ։ Մարդիկ կձգտեն արհեստական բանականություն առավելից եթե ինքը ռոբոտի նման լինի, մարդկայնացնել, բայց հոգուն խորքում միշտ կիմանա, որ սա մարդ չի։ Բայց կարող է մեզ պարտադրեն, ասեն, գիտեք ինչ, քանի որ մենք հիմա արդեն բոլոր մարդկային ռասաները, բաները, տեսակները հավասար ենք համարում, սրանց է պարտավոր կլինեք, հավասար համարել, եթե հանկարծ համասար չհավարես, քեզ կպատժենք։ Դա կարող է լինել։ Շնորհակալություն Արամ, շատ հետաքրքիր է ընթանում մեր քննարկումը, Կարենը խոսեց նպատակադրության մասին եւ նաեւ այդ արժևորման մասին եւ ինչ որ բաներ իսկապես մենք պետք է նպատակ ունենանք ճանաչողության համար եւ դա յուրահատուկ է մարդկային ճանաչողությանը եւ մարդկային ճանաչողությունը շարժվում է արժևորման ճանապարհով ինքը այդ անվերջության ճանաչողական օվկիանոսից առանձնացնում է որոշակի բաներ, կարևորում է որոշակի բաներ եւ այդ առանձնացնելը եւ կարեւորելը կապված են իր բարոյական արժեհամակարգի հետ, որտեւ մարդկային ամբողջ ճանաչողությունը հիմնված է իր իսկ արժեքների վրա։ Սա նշանակում է, եթե մենք ստեղծում ենք արհեստական ընդհանուր բանականություն, որը դեռ տեսություն է, չկա դեռ այդպիսի բան, հավակնություն ենք ներկայացնում, առնվազն ինքը պետք է օժտված լինի արժեքային համակարգով։ Բայց ոչ միայն դա, խոսվեց ճշմարտության մասին։ Արդյոք արհեստական բանականությունը կարող է հասկանալ, թե ինչ է ճշմարտությունը։ Հիմա դուք եթե ChatGPT-ին հարցնեք, ինքը կպատասխանի ձեզ, որ չի կարող հասկանալ, թե ինչ է ճշմարտությունը, արհեստական բանականությունը։ Եվ իսկապես այդ դեռևս Գյոդելը իր նշանավոր թեորեմներով ապացուցել է, որ ճշմարտությունը գծային ալգորիթմիկ եղանակով բացատրել հնարավոր չէ, հասանելի չէ ճշմարտությունը ալգորիթմների միջոցով։ Եվ սա մարդկային գոյության ամենամեծ առեղծվածներից մեկն է։ Մեր ամբողջ գոյությունը պայմանավորված է նրանով, որ մենք համարում ենք, որ կա ճշմարտություն եւ մեր ամբողջ ճանաչողությունը անընդհատ այդ ճշմարտության հետ երկխոսության մեջ է։ Եթե չլինի այդ երկխոսությունը, ընդհանրապես գիտություն չի ծնվի, ոչ մի բան չի ծնվի։ Այսինքն մենք անընդհատ ինչ որ բաներ ենք զարգացնում, գիտություն եւ այլ բաներ այդ ճշմարտակենտրոնության վրա հիմնվելով, դեպի ճշմարտությունը նայելով, բայց մենք ունենք ակնհայտ պրոբլեմ, երբ մեզ հարցնում են ճշմարտությունը ինչ է, մենք չենք կարող բառերով նկարագրելով զուտ կարող ենք իր հատկությունների մասին խոսել, բայց չենք կարող սահմանել, թե ինչ է ճշմարտությունը։ Մենք երբեմն լավ չենք հասկանում, թե ինչ է ճշմարտությունը, բայց միևնույն ժամանակ առանց դրա չենք կարող ապրել։ Ինչպես նաև մենք ունենք ակնհայտ դժվարություն, երբ մեզ հարցնեն, թե ինչ է բանականությունը, մենք չենք կարող սահմանել, թե ինչ է բանականությունը։ Այսինքն այլ կերպ ասած, եթե արհեստական բանականությունը չգիտի ինչ է ճշմարտությունը կամ չի կարող հասկանալ, թե ինչ է ճշմարտությունը, այդտեղ արդեն կա մեծագույն խնդիր եւ սա մարդկային բանականության եւ արհեստական բանականության կարեւորագույն տարբերություններից մեկն է։ Մյուս կարևոր տարբերությունը այն է, որ մարդը ունի ինքնություն։ Եվ իհարկե հիմա խոսում եմ, որ պետք է այդ նոր
ստեղծագործություններին նույնպես ինքնությամբ օժտել, Արամը ասաց ռոբոտների մասին, խոսում է, որ ռոբոտները պետք է ունենան ինքնություն եւ այլն, բայց մարդու ինքնությունը շատ յուրահատուկ է։ Մենք նույնիսկ հիմա եթե փորձենք սահմանել այդ ինքնությունը, նույնպես կունենանք ակնհայտ դժվարություններ։ Կունենանք ակնհայտ դժվարություններ, որտեղ այդ ինքնությունը ընկալելու համար պարզվում է, որ գիտական ձևակերպումները բավարար չեն, դա գիտական ոլորտից չէ։ Այդտեղ պետք է այլ տեսակի ճանաչողություն, հոգևոր ճանաչողություն, կրոնական ճանաչողություն։ Քրիստոնեության մեջ մարդը Աստծո պատկերն ու նմանությունն է։ Երբ ասում ենք այդ Աստծո պատկեր եւ նմանություն, շատերը մեկնաբանում են, որ դա անմահ հոգու մասին է խոսքը։ Բայց ես կարծում եմ, որ ոչ միայն այդ։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ սա մարդու ինքնության մասին է, եւ այդ ինքնությունը ունի աստվածային ծագում։ Յուրաքանչյուր մարդ ինքը յուրահատուկ է, ինքը գալիս է այս աշխարհ որպես Աստծո պատկեր եւ նմանություն եւ ունի իր յուրահատուկ այդ ինքնությունը, կոդը, որ ունի աստվածային ծագում։ Եվ վերջապես ազատ կամքը, մենք տեսնում ենք, որ շատ դժվար է այդ աստվածային բանով օժտել արհեստական բանականությանը, որտեղ դա մեր ձեռքը չէ, մենք չենք դրա հեղինակը, այդպիսի ինքնություն տալ նրան, մնացած բոլոր տեսակի ինքնությունները կլինեն մեր կողմից ստեղծված անհասկանալի բաներ, որոնք չեն լինի նման մարդկային ինքնության, դրանք այլ տիպի բաներ կլինեն։ Եվ չափես ազատ կամքը շատ է խոսվում, ազատ կամքը եւ արհեստական բանականությունը, արհեստական ընդհանուր բանականությունը պետք է կարողանա որոշումներ կայացնի։ Որոշումներ կայացնելու համար ինքը պետք է օժտված լինի ազատ կամքով։ Եվ ինչպես ենք մենք հասկանում ինչ է ազատ կամքը։ Արդյոք մենք լավ ենք հասկանում դա եւ առանց խորը հոգեվոր կրոնական գիտելիքներ ունենալու մենք կարող ենք ասել թե ազատ կամքը ինչ է։ Ազատ կամքը դա պարզապես ընտրություն չի, որ մենք ընտրում ենք։ Եթե խորը մտածեք, որտեղ ազատ կամքը ամենաթողություն չի, որ ես սա եմ ուզում կամ սա եմ ուզում։ Միայն մեր ուզենալով չի, դա ամբողջ մեր արժեքներով է պայմանավորված, բարիքի գիտակցությամբ է պայմանավորված, ճշմարտության հետ հաղորդ լինելով է պայմանավորված, որովհետև ազատ կամքը ունի վեկտոր, ինքը ամեն տեղ ուղղված չի, ազատությունը ուղղված է դեպի ճշմարտությունը, դեպի ազատագրումը։ Եթե ես այդպես չեմ անում, այդ ազատությունը օգտագործելով ես ինքս կդառնամ իմ զոհը, իմ գերին կդառնամ։ Այնպես որ մենք տեսնում ենք, որ մենք ունենք ակնհայտ խնդիրներ ազատ կամքի, ինքնության եւ ճշմարտության հետ կապված։ Էլ չեմ ասում նաեւ արժեքների եւ արժևորման հետ կապված։ Հիմա եկել է ժամանակը, որ մենք անդրադառնանք դահլիճից մեզ ուղղված հարցերին, խնդրում եմ ձեր հարցերը, խնդրեմ։ Շնորհակալություն, մի հատ հետաքրքիր միտք հնչեց, որ ես երևի դրա մասին չէի մտածել, բայց երևի բարձրաձայն ենք սկսենք մտածել ու լուծում գտնենք։ Կարծեմ Արամը ասեց, մենք կարող է իրան այնքան լուրջ վերաբերվենք, որ այդ շատ լուրջ վերաբերվելուց այնքան վախենանք, որ այդ վախը բերի մեր ոչնչացմանը։ Ինձ այդ ավելի վախենալու է, քան երբ որ ինքը, որ կարծում ենք, որ կարող է ինքը մի օր դառնա մեզ փոխարինող։ Ու ինձ սկսեց հիմիկվանից դա վախեցնել։ Կարող է մենք պետք է դրա մասին մտածենք հիմիկվանից սկսած։ Այսօր հավաքվել ենք մի քիչ վախենալու համար։ Ամեն դեպքում ես միշտ այսպես եմ դրան մոտենում, որ եթե մի ինչ-որ գաղափար շատ մարդ առաջ է տանում, նշանակում դա ինչ-որ մեկին պետք է։ Եվ մենք միշտ պետք է հասկանանք, իմ կարծիքով, երբ որ նման ալիք է գալիս մեզ վրա, թե ով է այդ ալիքը առաջացրել եւ ինչու։ Այդ կոհերենտ ալիքը, որ հիմա տեսնում ենք, շատ իրար նման գաղափարն է, որ տարբեր հարթակներից հնչում է, եւ մենք տեսնում ենք, որ այդ մարդկանց հարթակներ հատկացնում են ինչ-որ մարդիկ, եւ դա կազմակերպված է։ Եվ ես վերջերս մի այդպիսի ելույթ էի նայում, գիտնականի, գերմանացի գիտնական մի կնոջ, որը ասում էր այդ մարդկանց իրականում պետք է արգելը, որտեղ դրանք ստում են, իրենք գիտակցաբար ստում են,
Նա խոսում է նույն Յուվալ Հարարի մասին, այդ մարդը գիտակցաբար ստում է, նա շատ բան ասում է, գիտակցաբար այդպես չէ, որտեղ նա նպատակ ունի։ Եվ մենք պետք է դա գիտակցենք, որ եւ չվախենանք, այլ ուղղակի անենք այսպիսի բաներ, քննարկենք, մեկնաբանենք եւ հասկանանք, թե ինչպես ենք մենք վերաբերվում այդ մարդկանց նպատակներին, որովհետեւ 21-րդ դարում բոլորը հասկացել են, որ միայն զենքով հարցեր չես լուծի։ Եվ մարդիկ այլ միջոցներով հարցեր են լուծում։ Եվ այդ հարցեր լուծման միջոցներից մեկն էլ այսպիսի գաղափարներ, նարատիվներ հասարակության մեջ տարածելն է։ Եվ մեզ դարձնում է այդ նարատիվների մաս, խաղալիք։ Ես այդպես եմ կարծում։ Մի այլ վախենալու բան էլ ասեմ ես, ցավոք սրտի, այնինչ որ Հարարին ասում է, դրան հավատում են շատ մարդիկ։ Եվ դրան հավատում են շատ խելոք մարդիկ, լուրջ գիտնականներ, որոնք ունեն ազդեցություն պետությունների վրա եւ պետական բյուջեների վրա եւ կարող են այդ պետությունների ֆինանսավորումը ուղղորդել այդ ուղղությամբ։ Այսա իսկապես վախենալու է, երբ լրջագույն աշխարհահռչակ գիտնականներ ինձ համար զարմանալի կերպով հավատում են այդպիսի ապագային։ Դեռ կարծում եմ շահ ունեն դրա մեջ։ Գիտնականներ գիտությունը այսօր շատ իմ աչքերում գոնե շատ վարկաբեկված է։ Էլի շատ գիտնականներ ուղղակի զբաղված են գրանտներ ստանալով եւ փաստաթղթեր արտադրելով, այլ ոչ թե գիտությամբ, ցավոք։ Եթե կարելի է դեր մեզ խնդրեմ Կարեն։ Բախի թեմայից ուրիշ բացասական էմոցիայի անցնելով հուսահատություն, որ դեր Մեսրոպը խոսել է դրա մասին։ Ես գիտեք կարծում եմ, որ մարդկությունը ճիշտն ասած Նյուտոնի առաջին օրենքը դեռ չի մարսել։ Բացառեն Նյուտոնի առաջին օրենքից առաջ մենք պատկերացնում էինք, որ աշխարհի փոփոխությունը եւ շարժումը ունի նպատակ, ինչ որ դրթիջ ջուր, ինչ որ կարգ։ Իսկ Նյուտոնի առաջին օրենքը ցույց է տվել, որ շարժը կարող է լինել ուղղակի իներցիայով, ըստ մեխանիկական օրենքների, այսինքն այս մեռած աշխարհը կարող է, այսպես ասած, անիմաստ շարժում ունենա ըստ ֆիզիկական օրենքի եւ իներցիայի։ Դրա մյուս գյուտը, որ մենք չենք մարսել, դա Կոպերնիկուսի գյուտն է։ Եվ իսկապես, եթե մենք տիեզերքի եզրին ենք եւ ոչ թե կենտրոնում, ապա ինչ ենք մի եզակի կամ արժեքավոր, եւ ինչու՞ չէ, որ մեր գոյությունը աննպատակ է եւ անիմաստ, եւ ինչու՞ չէ, որ մենք կարող ենք նաեւ ստեղծել մեքենաներ, որ մեզանից ավելի լավն են եւ արժեքավոր։ Եվ սա հուսահատության դարեր շարունակական հուսահատության իսկական աղբյուր է այս մտածելակերպը։ Եվ դրա պատասխանը ես կարծում եմ ըստ ինձ նա է, որ տեսեք, որ կան մի անբացատրելի եւ նաեւ անժխտելի հրաշք։ Դա որ աշխարհը ճանաչելի է։ Մենք կարող ենք աշխարհը ճանաչել։ Այսինքն մենք աշխարհի մի մասն ենք ասում եւ աշխարհը մեր միջոցով ինքներեն ճանաչում է։ Եթե մենք ընդունենք այդ փաստարկումը, որի մասին մենք խոսացել ենք, որ ճանաչողությունը իր ետևում միշտ կամը ունի եւ բարոյական վեկտոր։ Եթե մենք հավատում ենք, որ կա օբյեկտիվ ճշմարտություն եւ օբյեկտիվ ճանաչողություն, ուրեմն կա ինչ-որ մի ընդհանրական կամք եւ բարոյական վեկտոր, որը Աստծո կամքն է։ Այսինքն չկա հույս այդ հասկացությունից դուրս, ես կարծում եմ։ Իսկապես, եթե մենք դրան չհավատանք, մենք պիտի բանականորեն, ուղղակի տրամաբանորեն հասնենք այդ հուսահատության կետին, որտեղ ամեն ինչ կարելի է եւ բոլոր այս լուծումները, որ մեզ առաջարկվում են, նույնքան արժեք ունեն, ինչու՞ չէ։ Եվ նաեւ կուզեի այդ կամքի շուրջ մի բան էլ ասել, որ մենք ասում ենք Աստված մարդացա, որպեսզի մենք Աստվածանանք, բայց նաեւ Սատանան մեզ խոստումներ է տվել, որ մենք կաստվածանանք։ Մեկը Աստծո կամքը ընդունելով եւ ճանաչելով,
որը դժվար է ճանաչել։ Մյուսը Աստծո կամքը մեր կամքով փոխարինել։ Եվ սա կարելի ասել ամենակարևոր ճանաչման հարցն է, որ մենք ունենք։ Եվ դա մենք ետ ենք գալիս նրան, որ 2000 տարի թե նույնիսկ ավելի առաջ իհարկե նույն հարցերին, որ մենք ունեինք այն ժամանակ։ Շնորհակալություն, այլ հարցեր դահլիճից, խնդրեմ։ Շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար։ Ինձ շատ հետաքրքրեց պարոն Մուսայելյանի այն միտքը, որ մեկին գումարած մեկ, եթե մենք դիտարկում ենք խնձորների տեսքով, միշտ չի, որ կարող է լինել երկու, ու սա նաև համահունչ է Օրվելի 1984-ի հետ, որ երկու գումարած երկուսը միշտ չի, որ 4 է։ Ինձ հետաքրքիր է մաթեմատիկայի մեջ, որը համարում ենք ճշգրիտ գիտություն, այդ ազատ կամքի դրսևորումը, եթե կարելի է մի քիչ ավելի մանրամասն, որտեղ շատ հետաքրքիր միտքեր, շատ շնորհակալություն։ Խնդրեմ, Կարեն։ Այո, իսկապես մենք միշտ մտածում ենք, որ գոնե մաթեմատիկան օբյեկտիվ է, բայց մաթեմատիկայի մեջ իսկապես կա էսթետիկ հարցեր և ընտրության հարցեր, և ամեն մաթեմատիկոս իր համար ընդունում է ինչն է հետաքրքիր, ինչը հետաքրքիր չի, ինչը իմաստ ունի, իմաստավորված է, ինչն է կարևոր հարց և ինչը կարևոր չի։ Մենք կարող ենք ասել, որ դա բարոյականությունից շատ հեռու է, բայց դա իսկապես ընտրություն է, և ընտրություն է, օրինակ մաթեմատիկայի մեջ կա անդրադարձության հասկացողություն, և կան մաթեմատիկոսներ, որ ժխտում են այդ հասկացողությունը, չեն համարում են, որ դա սխալ մոտեցում է, որ պետք է մաթեմատիկան կառուցել այդ անվերջությունը որպես հասկացողություն չդիտարկել, հանելով լրիվ մաթեմատիկայի մեջից։ Դրանք փիլիսոփայական հարցեր են։ Մենք գիտեք նաև ընդհանրապես մենք այնքան ենք սովոր գիտական մտածելակերպի, որ ճիշտ է գիտական մտածելակերպն է, այսինքն բայց գիտական մտածելակերպը չի կարող ամեն հարցի պատասխանել։ Գիտական մտածելակերպը ուղղակի դա շատ օգտակար մի դիրքորոշում է, որ մենք աշխատում ենք մեզ շատ հեռու պահել հարցից, մեզ հանել, մեր արժեքները հնարավոր չափ հանել, բայց մենք չենք կարող դրանք լրիվ հանել։ Վերջի վերջո, ինչն է հետաքրքիր գիտական հարց, և ինչով է դա օգտակար և այլն, միշտ, այսպես ասած, ֆոնի երկրորդ պլանի մեջ մենք չենք կարող դրանք լրիվ հանել։ Դա օգտակար է աշխատել դրանք հանել, որպեսզի փորձեր անել և ճշմարտությունը այդ, այսպես ասած, շրջանակի մեջ, որ արդեն ստեղծվում է բարոյական ձևով, այդ շրջանակի մեջ մենք կարող ենք այդ դիրքորոշումը ընդունել, բայց միայն որոշ հարցեր են, որոնք գիտական հարցեր են։ Օրինակի համար, եթե երեխաներից մեկը ասում է պիտի ես այս մարդու հետ ամուսնանամ, իհարկե դրան չկա գիտական պատասխան, ես չեմ կարող 10,000 պատճեն ստեղծել, դրանք հետևել տարիներ շարունակ և որոշել, թե արդյոք լավ ստացվեց, թե վատ։ Չկան ամեն ինչի համար գիտական հարցեր, դա շատ պարզ է, բայց նույնիսկ գիտության մեջ, գիտությունը սահմանվում է բարոյական շրջանակի մեջ, ինքը չի կարող այսպես վակուումի մեջ առաջանալ, որովհետև այլապես ես հարցեր կտամ, ասենք իմ աջ եղունգի մեջ ավելի մոլեկուլ շատ կա, թե ձախ, այսինքն կան շատ գիտական հարցեր, որոնք կարելի է օբյեկտիվ ձևով պատասխանել, անվերջ է։ Այն ընտրությունը, թե ինչն է մեզ հետաքրքիր և կարևոր, դա բարոյական ընտրություն է իր մեջ։ Շնորհակալ։ Շնորհակալություն, դուք հարց ունեիք։ Զուր չէ, որ ասված է, կրոնը առանց գիտության կաղում է, գիտությունը առանց կրոնի կույր է։ Այնպես որ գիտակները, որոնք բաժանված են երկու խմբի, էվոլյուցիոնիստ և ապոլոգետ կրեացիոնիստների, կարող են շատ բաներ խոսել և բերել փակուղու առջև, որը
պետք է զուտ փիլիսոփայես, սակայն նյութական աշխարհում ռոբոտների այս իրատես արկայությունը մարդու որպես թե փոխարինիչներ բերել է աշխարհաքաղաքական այնպիսի բեկվածության, որ չեմ կարող որպես երրորդյա կլինիկական մահ տարածած չանդրադառնամ Մատյանն Աստվածաշնչին։ Շատ գեղեցիկ դուք խոսեցիք։ Հարթաշահերս ձեր խոսքերով շարահյուսված էր, որ պիտի ասեի, ներողամտություն եմ հայցում։ Այնուհանդերձ ռոբոտը, որին անվանակոչել են արհեստական բանականություն, չի կարող ունենալ բանականություն, որովհետև բանական մարդը եռամեկ է՝ հոգի, շունչ, մարմին։ Անասունները, կենդանիները երկու բաղադրիչներ ունեն՝ մարմին եւ շունչ։ Հոգին է բանականությունը, այնտեղ որտեղ գտնվում է Աստծո սահմանադիր օրենքը, խիղճը, որով մենք կարող ենք բարոյական արժեքները հասկանալ բարոյազրկվածության ճանապարհից եւ ընտրությունը մեր ազատ ճիշտ ուղղորդվածությամբ անենք։ Շատ լավ խոսեցիք, օրհնյալ լինեք դուք։ Հարցս հետեւյալն է. մարդ եւ արհեստական բանականություն ըստ Աստվածաշնչի։ Աստվածաշունչը արհեստական բաների մասին չի խոսում, խոսում է ռեալ բաների մասին։ Բանական բառը գալիս է բան բառից, որ նշանակում է խոսք, այսինքն խոսքով կամ խոսքի մտածողությամբ օժտված մարդ։ Դա հետաքրքիր բան է, որովհետև մենք խոսքով ենք ճանաչում այս աշխարհը։ Ըստ Աստվածաշնչի նաև Աստված խոսքով էր արարում աշխարհը, Աստված ասաց եւ եղան, այսինքն առաջ են գալիս այդ լոգոսները։ Եվ շատ հետաքրքիր է, որ այդ խոսքով կամ բանականությամբ աշխարհը ճանաչելի է կամ ընթեռնելի է, ինչպես Կարենը խոսեց արդեն դրա մասին։ Այսինքն աշխարհը շատ յուրահատուկ մի բան է, որը որ մենք կարող ենք ճանաչել, այլ ընթեռնելի է մեր կողմից, մեր մտածելակերպով ընթեռնելի է։ Սա տրիվիալ փաստ չէ։ Այսինքն ինչու է աշխարհը այդպես արարված։ Ինչու օրինակ մենք կարող ենք այսպես գիտականորեն ճանաչել աշխարհը կամ մաթեմատիկայորեն նկարագրել ֆիզիկական աշխարհը, որտեղ այդ աշխարհը օժտված է լոգոսներով։ Եվ մենք որպես բանական մարդ, այսինքն լոգոսով ճանաչող մարդ կարող ենք կարդալ այդ աշխարհը եւ հասկանալ դա։ Ուրեմն Աստվածաշունչը ընդհանրապես չի անդրադառնում այդ արհեստական բանականությանը, Աստվածաշունչը խոսում է, որ կա իսկականը եւ կա կեղծը։ Հա, կա, ասենք իսկական Քրիստոսը եւ կա, ասենք դերա Քրիստոսը։ Կան իսկական բաներ եւ կան կեղծ բաներ։ Այնպես որ կեղծիքները միշտ կան, բայց այն, որ այսինքն նկարագրում են տրանսհումանիստական գաղափարախոսները, որ դա այսպես ունի աստվածաշնչյան հայտնության գրքի մեջ նկարագրված աղերսներ, դա իսկապես այդպես է, այսինքն մենք կարող ենք հասնել նրան, եթե մեզ խելոք չպահենք, որ մենք ինքներս մեզ կործանենք, այսինքն տեխնոգեն ապոկալիպսիսի հասնենք։ Այնպես որ դա լրիվ հավանական սցենար է, եւ շատ նմանություններ կան հայտնության գրքի հետ, աղերսներ կան, իսկ հայտնության գիրքը դա սիմվոլիզմի գիրք է, դա իսկապես սիմվոլիզմ է, եւ մենք կտեսնենք շատ նմանություններ, դրա մասին շատերն են խոսում, հատկապես կարող եմ ձեզ խորհուրդ տալ, լսեք Ջոնաթան Պաժոյի զրույցները սիմվոլիզմի վերաբերյալ, նա երևի այսօր սիմվոլիզմի, այսպես կարելի ասել, ամենախորը գիտակն է աշխարհում, շատ հետաքրքիր հաղորդումներ ունի եւ աղերսներ է տալիս աստվածաշնչյան պատումների հետ։ Խնդրեմ ձեր հարց։ Քանի որ թեման շատ խորը ու համապարփակ բովանդակություն ունի, ես մի փոքր նախաբանով կամ հարցերին հետագայում։ Ինձ թվում է տրանսհումանիզմի թեման ինքը խորարմատներ ունի մինչև 17-18-րդ դարեր, երբ որ
գիտության ու տեխնիկայի խնդիրների շուրջ առաջին անգամ խոսում էին լուսավորիչները ֆրանսիական լուսավորականությունում, կոնկրետ Ժան-Ժակ Ռուսոն։ Այդ ժամանակ Ռուսոն անդրադառնալով գիտության եւ տեխնիկայի աճին, դեռևս Դիժոնի թագավորական ակադեմիայի շրջանակներում բացասական պատասխաններ տալիս հարցին։ Այսինքն լուրջ բարոյագիտական ճգնաժամ առաջ կբերի վերջիվերջո գիտության եւ տեխնիկայի զարգացումը։ Ու ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ լուսավորականությունից հետարդիականություն կամ պոստմոդեռնիզմ անցում շրջանում էլ մենք այս խնդիրները իրականում դրանց ռեալ լուծում չենք տեսնում ու կարծես նույնիսկ իրականությունից դուրս իրականության մեջ ենք ապրում։ Ինչպես ասում էր օրինակ Ժան-Ժակ Բոդրիարը եւ դրա լավագույն օրինակը Վաչովսկիի եղբայրների մատրիցան էր, որ անընդհատ խորհրդանշական իմաստի սիմվոլի մայի մասին էր խոսում ու բայց ինձ երկու իմաստով է այս ամեն ինչը հետաքրքիր։ Առաջին հերթին բարոյագիտական, թե մենք այսօր ինչպիսի բարոյագիտական ճգնաժամի առաջ ենք կանգնած եւ ինչքանով են արդիական այսօր բոլոր այն խոսակցությունները, որ օրինակ կար Ֆրանսիս Ֆուկույամայի մոտ պատմության ավարտի տեսքով։ Կանգնած ենք մենք արդյոք այսօր մեծ իմաստով պատմության ավարտի առաջ թե ոչ։ Դա Ֆուկույաման բացատրում էր լիբերալ տնտեսական համակարգի կտրուկ աճով եւ առաջ բերում այն հանգամանքը, որ նմանատիպ տնտեսական հարաբերությունների եւ կապիտալիստական հոսքերի զարգացման պարագայում կարծես այսօրվա մարդը մի տեսակ ավարտուն տեսքի է հասել եւ այլևս զարգացման տեսք չունի, զարգացման միտում չունի կամ ամփոփելով առաջի այս մեծ համատեքստը, ինչպես արդեն նշեցի, ինչպիսի բարոյագիտական ճգնաժամի առաջ է կանգնած եւ ինչքանով են արդիական պատմության ավարտի մասին այդ բոլոր հարցադրումները։ Ես երևի սկսեմ դե այդ պատմության ավարտի շուրջ այդ աշխատությունը արդեն իսկ ապացուցված է, որ փաստացի իրականությունները, որ դրանից հետո եղան, որ իր մեծ մասամբ անհետեթություն էր, դեպի պատկերացումները թե ուր կգնա այդ ամեն այդ լիբերալ զարգացումները, մենք տեսնում ենք, որ իրականում դեռ հակառակողն է գնում, քան ինքը ենթադրում էր։ Եվ կամ դրա հետևությունը, որ արեցին քաղաքական գործիչները եւս դրա գործեցին, բերեցին շատ լուրջ ճգնաժամի արդեն իսկ։ Ինչ վերաբերում է բարոյագիտական խնդրի, իմ պատկերացմամբ այդ ամբողջի խորքում գտնվում է բարոյական կամ բարոյականության կամ իմաստների կորստի խնդիր, որ առջև մարդկությունը կանգնել է։ Իսկ անդրադառնալով այն, որ Կարենը ասաց, ոչ միայն մարդու դες ասեմ, անգամ կենդանիների մոտ աշխարհընկալում արժեքային է։ Կատուն տեսնում է այն, ինչի իր համար կարևոր է, ավելին ամեն շարժվող բանի մեջ նա փորձում է մուգ տեսնել եւ ստուգում արդյոք դա մուգ է թե չէ, միջև ինչ-որ գործողություն կիրառելու։ Այդ աստիճան մեր աշխարհընկալում այլապես ամեն ինչը մեզ համար կներ ուղղակի օպտիկական էլեկտրոմագնիսական սիգնալներ եւ մենք ոչինչ չենք հասկանում, մենք չենք ճանաչի աշխարհը։ Եվ քանի որ մեր ամբողջ աշխարհընկալումը հիմնված է մեր արժեքների վրա, թե ինչ է մեզ համար կարևոր։ Հենց որ մարդկությունը ետ է կանգնում արժեքային ընկալումից, հենց որ ինչպես հարարին է առաջարկում, տրվում է հաճույքների, ինչ որ հաճելի է դա է կարևոր, ինչ որ ինձ ուրախություն է պատճառում, դա ինձ համար առաջնային է, մենք հայտնվում ենք ճանաչողության ճգնաժամի մեջ։ Եվ դա վտանգավոր է նրանով, որ այդ ճանաչողության ճգնաժամը պարզաձև սկսում է քեզ տանել դեպրեսիայի նման, որտեղ որքան ավելի քիչ ես ճանաչում, այնքան ավելի քիչ հավանական է, որ այդ վիճակից դուրս կգաս, որտեղ վիճակից դուրս գալու միակ ճանապարհը ճանաչողությունն է։ Բայց մարդկության բախտը բերել է միշտ նրանում, որ այդ պահերի մեկի ծնվել են հերոսներ, մի զարմանահրաշ մարդիկ, որոնք կարողացել են մարդկությանը փրկել, գաղափարներ են տվել, եւ մարդկությունը կարճել է այդ գաղափարներից։ Եվ ես ասեմ, այն նույն մարդիկ, որ այսպես հիմա նստած, վստահ, խոսում են եւ կանխատեսում են ապագան եւ խոսում են տրանսհումանիզմի մասին, հետո մագլցելով գալու են այդ մարդկանց ոտքերի տակ ապագայի մոտավորտ ապագայի փիլիսոփաների հոգևոր
բարոյական ամրություն ունեցող մարդկանց մոտ ով աղաչելու են, որ իրենց փրկեն, որ իրենց գաղափար տա, որ իրենք կարողանան ապրեն, ուղղակի ուզենան վաղը արթնանան եւ նպատակ ձևավորեն իրենց համար, որտեղ որպես հանգիստ մարդիկ խոսում են նրա մասին, որ կապրենք էլի։ Ցավոք, որքան ավելի երկար մարդը ապրի, եւ եթե բժշկությունը միջոց գտնի մեզ ավելի երկար ապրեցնելու, մենք կանգնելու ենք ამ փաստի առջև, որ եթե մեր ճանաչողության բուն հիմքը արժեքայնությունը մեր կյանքում մենք անընդհատ ամուր չպահենք, նաև հոգևոր հենք ունենալ դրա համար։ Մենք վաղ թե ուշ այդ կյանքը վերածելու ենք դժոխքի։ Ուղղակի դժոխքում ենք ապրելու։ Ձեզ ասեմ, իրական դժոխքի հիմնական հատկանիշը հենց դա է։ Այնտեղ այլևս ոչինչ ճանաչելու կարիք չկա։ Եթե դու դրախտ ես ընկնում, դու ամեն օր ճանաչում ես սրբությունը։ Դժոխքում ոչինչ չկա այլևս։ Եվ այդ դժոխքի ճանապարհով մենք շատ հավես գնում ենք մարդկությունը, բայց իմ կարծիքով ինքը ճոճանակ է։ Մենք հիմա գնում ենք մի կողմ, դա եղել է մարդկության պատմության մեջ։ Հետո վերադառնում ենք հետ։ Ես հուսամ, որ մինչ այդ պահին հետ կվերադառնանք։ Մենք իսկապես ապրում ենք իմաստի ճգնաժամի ժամանակաշրջանում։ Միշտ էլ լինում են ճգնաժամային իրավիճակներ։ Մարդկությունը տարբեր ճգնաժամերի միջոցով է անցնում եւ դրանից հետո սկսում է ինչ որ բաներ ավելի արժևորել այդ ճգնաժամերի շնորհիվ։ Ես հուսամ, որ այս իմաստի ճգնաժամը կբերի նրան, որ մենք սկսենք լուրջ իմաստի սով ապրել, համատարած մարդկությունը կունենա սովի զգացողություն եւ իրապես կհասկանանք, թե ինչքան կարևոր են այդ իմաստները մեր կյանքում։ Այդ ժամանակ Արամի ասած մարդիկ կլինեն շատ գնահատված։ Մենք այլևս այսպես հիացած չենք վազի արհեստական բանականության հետևից, այլ շատ հանգիստ կվերաբերվենք իրեն, բայց մեր ամենաբաղձալի բանը կլինի բուն բանականությունը, հոգևոր բանականությունը, ոչ թե արհեստական, իրական բանականությունը կլինի ամենաբաղձալի բանը։ Աստված չանի, որ այս իմաստի ճգնաժամը վերածվի իմաստի կոլապսի։ Ես ուզում եմ ասել, որ դրա ռեալ հնարավորություն կա, որ կարող է մարդկությունը ուղղակի իմաստային կոլապսի ենթարկվել։ Այսա կլինի այն ապոկալիպտիկ վերջաբանը, որի մասին նաև խոսում են որոշակի այսպես ապագայագետներ։ Հույս ունեմ, որ մենք կշարժվենք այն ճանապարհով, որ կապրենք այդ սովը, ինչպես դարեր շարունակ եղել է, կսկսենք իսկապես արժևորել այդ բուն արժեքները, իմաստները եւ կշարժվենք այսպես իմաստակենտրոն այսպես ճանապարհով։ Խնդրեմ ձեր հարցը ու իմ եզրափակիչ հարցն է լինելու։ Շնորհակալություն նախ, որ ինձ ինձ հարց տալու համար։ Ես ուսուցիչ եմ եւ ցանկացած այսպիսի քննարկումներ, ցանկացած հաղորդումներ ես որ լսում եմ, միշտ բերում եմ իմ դաշտ, բերում եմ սերունդի դաշտ եւ այս մեր բոլոր խոսակցությունները իհարկե ավելի շատ հարելու են մեր նոր սերնդին, այժմյան սերնդին, ում հետ ուսուցիչներն աշխատում են, քան մեզ իմ սերնդին էսպես ասեմ, հա։ Հիմա պարոն Փախչյանյան, ես ճիշտ է վախենալու բաներ շատ կան, բայց ավելի շատ մտահոգվում եմ, քան վախենում եմ։ Հիմնականում հարցը ձեզ է ձևակերպված, կա որևէ տեսլական, որևէ գաղափար սերունդին պատրաստելու նման մարտահրավերին, որովհետև ասում ենք մենք, խոսում ենք, բայց սերունդին ավելի շատ է դա հարելու իմ կարծիքով։ Կա ինչ-որ ձեր կողմից կամ ընդհանրապես աշխարհում նման գաղափարներ, որ այդ արժե համակարգային առումով հենց այդ ծրագրավորողները, որ պետք է կազմեն այդ ծրագրերը իրանք ճիշտ կազմեն։ Այդ հարցից ուղղակի փոխանցեմ Տեր հորը, որովհետև պատասխանը Տեր հայրը ունի, արդեն մշակած, սարքած։ Կրթության հիմքը միանշանակ արժեքներն են, առանց դա ապահովելու ընդհանրապես հնարավոր չէ հասկանալ, թե ինչով է զբաղվում կրթությունը, որովհետև պիտի մարդ մենք ձևավորենք, որը կարողանա ապագայում այդ ստացած
գիտելիքները ի բարին գործադրել։ Այսինքն առնվազն այդ մարդը պետք է ունենա արժեքներ, այդ մարդը պետք է ունենա բարիքի գիտակցություն եւ կամք այդ բարիքը կերտելու եւ ստեղծելու եւ այլ, այսպես ասած, առաքինություններ, որպեսզի ճանապարհին չընկնի, կարողանա առաջ շարժվել, այդ ամենի մասին խոսում է հոգեվոր գիտակցությունը եւ իհարկե պետք է սկսել այդ արժեքներից, նախ պետք է ճանաչել այդ արժեքները եւ ես կարծում եմ, որ կրթության համար առաջի գործը այդ ճիշտ, ճշմարիտ մարդկային արժեքների, իսկ այդ որ ասում եմ մարդկային, դրանք ունեն աստվածային ծագում, այդ արժեքները երեխաներին փոխանցելն է։ Առանց դրա մենք չենք կարող ոչինչ անել։ Մենք նույնիսկ չենք կարող մտածել։ Աքսիոմ բառը գիտեք մաթեմատիկայի մեջ, առանց աքսիոմների չի լինում, չէ՞ մաթեմատիկա։ Աքսիոմ բառը գալիս է հունարեն աքսիա բառից, որը նշանակում է արժեք։ Արժեք է նշանակում։ Դրանք արժեքավոր բաներ են, այսինքն ամբողջ մաթեմատիկական ճանաչողությունը, հետևաբար գիտական ճանաչողությունը հիմնված է արժեքների վրա։ Առանց արժեքների մենք կյանքում մեկ քայլ անգամ չենք կարող գցել, բայց չգիտես ինչի, մենք նույնիսկ չգիտենք, թե կրթության մեջ ով է դրա պատասխանատուն, ով է դա անելու, ինչպես է անելու, օգնում ենք մենք ուսուցիչներին, որպես իրենք կարողանան դա անել, թե ոչ, սրանք այլ հարցեր են։ Բայց դրա մասին հաղորդումից հետո կարող ենք խոսել, թե ինչպես դա անել։ Շատ լավ, շնորհակալություն, իսկապես այնպիսի հետաքրքիր զրույց է գնում, որ կարծես ոչ միայն իմ մոտ է զգացողությունը, որ մինչև լույս կարելի է շարունակել այս քննարկումը, եւ իմ եզրափակիչ հարցը, որը կարծում եմ ամենակարևոր հարցն է այս բոլոր քննարկումների մեջ, լավ վերջապես ով է այդ մարդը եւ ինչ է իրենից ներկայացնում մարդը։ Ինչ ենք հասկանում մենք մարդ ասելով։ Հասկանում ենք արդյոք ինչ է դա իրենից ներկայացնում, եթե մենք արդեն հավակնում ենք փոխել այդ մարդուն, կամ նմանակել այդ մարդուն, կամ իրեն փոխարինել ավելի մի լավ, այսպես ասած, ստեղծագործությամբ, որովհետև Հարարին եւ իրպես մտածողները ընդհանրապես շատ ավելի հեռուն են գնում։ Նրանք ասում են, որ մարդը ունի ակնհայտ թերություններ եւ այդ թերությունները վերացնելը ընդհանրապես տեխնիկական խնդիրներ են։ Օրինակ մահվան հարցը նրանք դիտում են որպես տեխնիկական խնդիր, որ ժամանակն է լուծել անմահության հարցը օրինակի համար, որ մարդիկ այլևս չմեռնեն։ Դա տեխնիկական խնդիր է, ժամանակի հարց է։ Չմեկնաբանեմ նրանց ասածները, կամ մարդը այլևս չպետք է տառապի եւ չարչարվի, մարդը պետք է լինի երջանիկ։ Մարդը պետք է լինի անմահ ըստ իրենց, մարդը պետք է լինի, այսպես ասած, երջանիկ, եւ ունեն երջանկության շատ տարօրինակ, կարող եմ ասել, պատկերացումներ, եւ վերջապես ինչի պետք է մարդը ընդհանրապես սահմանափակված լինի, սահմանափակ արարած լինի, թող Աստծո նման ամեն ինչ կարողանա։ Օրինակ լինի ամենուր, ոչ թե ինչ-որ մի տեղում։ Իրենք իմիջիայլս պատրաստում են այդպիսի բան, սցենարներ են նկարագրում, որ մարդը որպես բանականություն այսպես տարածված է ամենուր, չունի ֆիզիկական լոկալիզացիա։ Եվ այլն, այսպիսի գաղափարներ են առաջ քաշում եւ ուրեմն այդ սցենարներում իրենք հավակնում են մի դերակատարություն ունենալ եւ նկարագրում են թե ապագան աստվածային դերակատարություն ունենալ եւ հոմո դեուս ստեղծել եւ հետեւաբար հարց առաջանում ինչ կապ ունի իրական մարդը դրանց նկարագրած հոմո դեուսի հետ եւ այն ապագան, որ իրենք նկարագրում են, հա, որ այդպիսի մի բան է լինելու, այսպիսի անմահ արարածներ, որոնք շատ տարօրինակ կերպով երջանիկ են եւ ունեն այսպիսի աստվածային, այսպես ասած, հատկություններ,
ապա ով է ուզում այդ տրանսհումանիստական ապագայում ապրել, օրինակ դուք մենք կուզենայինք այդպիսի մի ապագայում ապրել, արդյոք այդ ապագան չի հիշեցնում Արամի նոր նկարագրած այդ դժոխային վիճակը։ Խնդրեմ, ով է մարդը եւ ինչ է մարդը իրենից ներկայացնում։ Մի քիչ խոսենք մարդու մասին, որովհետեւ ըստ իս մարդն է կորում ընդհանրապես։ Դե ես կասեի, որ այս տրանսհումանիստական մտածողության հիմնական գործիքները, որ իրենք օգտագործում են, դա առաջինը ռեդուկցիոնիզմն է, Կարեն դրա մասին մի քիչ խոսեց, արժեզրկումն է նրա ինչ որ կա եւ բարձրացումը։ Դու ասում ես, որ մարդը ընդամենը թերի կենսաբանական մեքենա է եւ մատնանշում ես իր թերությունները, ասում ես այդ թերությունների մակողենք ինքը ավելի լավը կդառնա։ Դու նաեւ ամբողջ մարդկության պատմությունը վերածես մի պրիմիտիվ էլեմենտար բաղադրիչներից բաղկացած մի ոնց որ բաների առնետների այսպեսի քաշքշոցի եւ ասում ես այդ մարդկությունը չի մարդկությունը հիմա մենք այդպեսի մարդկություն կստեղծենք որ այդպեսին չի լինի այլևս ու այսպեսի պայծառ ապագա խնդիրը հետեւյալն է իմ խորամուզիկայի ոչ միայն իմ ընդհանրապես դա փիլիսոփաներն բոլոր դարերում նկատել են որ մարդուն նկարագրել անհնարին է մարդը հենց այն պատճառով է նկարագրելի որ բոլոր նկարագրությունները մարդու կողմից միշտ հերկվում են մարդը դառնում է եւ միշտ եղել է այնպեսին որ որևէ մեկի սուբյեկտիվ ընկալումից վեր է եւ դա է պատճառը ես կարծում եմ որ պատճառներից մեկը ինչու ասում են ամասին մարդը աստծո օրինակով է ստեղծված որովհետեւ իր մեջ կա մի բան որ աննկարագրելի է եւ անընկալելի եւ անհասկանալի բանականության եւ վերլուծության միջոցով իսկ վերլուծության գործիքը ընդհանրապես սպանելն է եթե դուք նկատեք որ մենք բան վերլուծում ենք մենք դա բաժանում ենք մասերի այդ պահից սկսած այն ինչը մենք վերլուծում ենք կորցնում է իր ամբողջականությունը եւ մարդուն այդ պատճառով վերլուծել անհնարին է եթե դուք ուզում եք մարդուն վերլուծել պետք է ասենք բանի նման անատոմի նման իրենից սպանեք սկզբից նոր սկսեք նայել միջի ինչ կա եւ ձեզ ասեմ որ նույնիսկ այն հետազոտությունները որ հիմա են արվում այդ ոլորտում բժշկական ոլորտում հասկանալու թե ուղեղը ինչպես է աշխատում դրանց գագաթնակետը այս պահին որ փորձում են մոտենալ այդ հարցին վերցրել են մարդու ուղեղը բաժանել են այսպեսին բարակ կտորների են որ բան խանութում կտրում են ձեր պատվիրով միսը այդ ձեր այդպես կտրել են եւ փորձում են հասկանալ դրանից թե ուղեղը ինչպես է աշխատում իրական դու չեք պատկերացնի ու մարդը մեկ հասկացել եք որ մարդու փորի մեջ ավելի շատ նեյրոններ կան կամ համադրել եւ կան գլխում եւ ընդհանրապես մարդը կարող է միայն գլխով չի որ մտածում է եւ կարող է ընդհանրապես ոչ էլ իր բանով է որ միայն որ մտածում է դա էլ չգիտենք մենք մարդու մասին այնքան քիչ բան գիտենք որ երբ որ մենք այսքան պարզեցնում ենք ասենք մարդը ընդհանրապես տեղեկությունների մասին կամ կուրսվել ասում է հիմա կվերցնենք եւ իմ ուղեղի պարունակությունը կդնենք մեքենայի մեջ եւ ես կանմահանամ դրանից հետո ես կապրեմ հավերժ այդ մարդիկ ցնորքների մեջ են գտնվում եւ ցնորքների պատճառը շատ པարզ է իմ խորհրդանշանքով մարդը միշտ վախեցել է մահից մարդը առավել վախենում է մահից երբ որ իր կյանքը անիմաստ է երբ որ դու իմաստը կորցնում ես մարդու վախը մահից դառնում է գերիշխող մարդը զգում է որ իր ազատությունը կորցնում է եւ նա սկսում է իր նպատակը դնում մահի դեմ կրիստալ միջև վերջ եւ այդ մարդիկ են որ ցնորքները ստեղծում են իրենց ցնորքները իրենց հեքիաթները իրենք մտածում են իրենց անհատական մահի դեմ պայքարի պատմություններ են հարարի գիրք որ կարդում ես մեր դրա մասին էի մտածում որ այս մարդը ուղղակի տարվել է իր վախով իր մահից վախով նա իր ամբողջ ապագայի մասին պատկերացումները ստեղծել է որպեսզի արդարացնի իր իմաստի կորուստը կյանքում եւ կարծում եմ որ մարդը այդպես է մնալու է մարդու համար անverջ հետաքրքիր անverջ անհասկանալի անverջ զարմանահրաշ մի երևույթ եւ բայց նաեւ հենց որ մենք մարդուն դնում ենք կենտրոնում եւ ասում ենք որ մարդն է կարևոր առանց հասկանալու թե դա ինչ է մենք մարդուն միանգամից կորցնում ենք մարդու իրական էությունը բացահայտում է ոչ թե այն ժամանակ երբ որ ինքը ուշադրության կենտրոնում է այլ այդ մարդու ուշադրության կենտրոնում ավելի կարևոր բաներ են քան ինքը եւ ամեն մարդ ով է ճանապարհ անցել դա շատ լավ գիտի մի խոսքով ասածս այն է որ իմ պատկերացում Տեր հայր
մարդիկ պետք է ոչ այնքան զբաղվեն մարդուն ուսումնասիրելով, որքան իրենց ուսումնասիրելով, ինքնաճանաչողությամբ եւ մարդաճանաչողությամբ։ Եվ կարծում եմ, որ այդտեղ մենք շատ ավելի շատ բաներ կգտնենք, քան եթե մենք սկսենք մեզ առանց հասկանալու թե մենք ով ենք բարելավել։ Այո, բժշկիր ինքդ քեզ։ Կարեն, խնդրեմ քո անդրադարձը։ Այո, ապրես Արամ ջան, շատ լավ խոսեցիր, իսկապես ես շատ համաձայն եմ ասածի։ Ես կասեմ մարդը ով է, նախ մարդու համար կար նպատակ, Աստված ունի նպատակ, դա շատ լավ է հասկանալ։ Այդ նպատակը հեշտ չի հասկանալ։ Եվ գիտեք, դրա համար երբեմն պետք է ապօրինել լինի։ Համաձայն եմ։ Եթե հեշտ լիներ իմանալ մեր նպատակը, մենք վաղուց հասած կլինեինք, բայց կարևոր է հասկանալ, որ մենք ունենք այդ նպատակը եւ մենք ամեն օր կանգնած ենք ընտրության առաջ, ձախ աջ եւ երբեմն սխալ ենք ընտրում եւ երբեմն ճիշտ, երբեմն մենք այդ նպատակին հակառակ ենք ընտրում եւ երբեմն այդ նպատակի ուղղությամբ ենք ընտրում։ Այնպես որ դա է մեր գուցե դա է մեր նպատակը Աստծուն ճանաչել եւ այդ նպատակը ճանաչել։ Շնորհակալություն Կարեն։ Ես փորձեմ պատասխանել այս հարցին եւ ամփոփել մեր այսօրվա զրույցը։ Եվ այսպես ով է մարդը։ Իսկապես մենք շատ քիչ ենք ճանաչում մարդուն եւ առավել եւս ինքներս մեզ, որովհետեւ իսկապես մարդու համար ամենադժվար ճանաչելի բանը հենց ինքն է։ Մարդիկ, որովհետև նայում են ուրիշների վրա եւ շատ քիչ են նայում իրենց վրա եւ իրենք իրենց վերլուծում։ Եվ այս հաճույապաշտությունը եւ հաճույապաշտությունից ծնված այս մտածողությունը մարդկանց տանում է շատ վտանգավոր ճանապարհներով։ Օրինակ ասենք երջանկության այդ մոդելը, որ նկարագրում է Հարարին, այսպես վերցնելով էպիկուրյան փիլիսոփայությունից, բայց ի վերջո նրա համար, քանի որ համարում է, որ մարդը հոգի չունի եւ ընդամենը մի կենսա քիմիական ինչ որ բաղադրություն է իրենից ներկայացնում, դա ընդամենը մարդու երջանկության հարցը լուծելը մարդու բիոքիմիան փոփոխելն է։ Այդ բիոքիմիական փոփոխություններ կանենք մարդու մեջ եւ մարդը հավերժ երջանիկ կլինի։ Ես փորձում էի երեք ինձ պատկերացնել իրենց նկարագրած այս երանական այդ ապագայում, որտեղ չկա մահ, որտեղ բոլորը շատ իրենց ձևով յուրահատուկ ձևով երջանիկ են եւ ունեն այսպիսի աստվածային հատկություններ։ Ինձ թվում է, որ ամենաբաղձալի, այսպես ցանկալի բանը այդ իրականության մեջ կլիներ ինքնասպանությունը, այսինքն մարդիկ կարոտելու էին մահվան այդ իրականության մեջ։ Եվ այսպես դիֆիցիտ բանը կամ ամենացանկալի բանը կլիներ տառապանքը, որովհետև այդ իրավիճակից ոչ մի իմաստություն չէր ծնվելու, այն մարդկությունը, այն իմաստությունը, որ կուտակել է դարերի ընթացքում, ինչ ուզում եք ցույց տվեք, արվեստ, որ մենք հիանում ենք արվեստի գործերով, ինչպես են այդ արվեստի գործերը ստեղծվել, դրանց հիմքում կա դրված մեծ տառապանք, մեծ դրամա կա, մեծ ցավ կա, առանց դրա ոչ մի մեծ բան չի ծնվում։ Գիտության մեջ ամենուր բոլոր բարձրագույն բաները դրանք տրվել են այդպիսի մեծ զոհությունների գնով, գին է վճարվել դրա համար։ Այնպես որ այդ ապագան ես պատկերացրեցի մի պահ, որ ինքը լրիվ նման կլիներ դժոխքի, ինչ որ մի ժամանակ հետո բոլոր մարդիկ կուզենային փախչել այդպիսի տրանսհումանիստական ապագայից։ Եվ գալով նրան, թե ով է մարդը, նախ եւ առաջ ըստ իս պետք է մենք վերադառնանք այդ հիմքային հոգեվոր հասկացողություններին, որ մարդը մարդու կյանքի ամբողջ բազմազանությունը հնարավոր չէ զուտ բանականորեն նկարագրել, ռացիոնալիզացնել, հնարավոր չէ, ինչպես իրացիոնալ թվերն են ավելի շատ, քան ռացիոնալ թվերը, անսահման անգամ շատ, այդպես էլ մարդկային կյանքի երևույթների ճնշող մեծամասնությունը ունի իրացիոնալ բնույթ,
Երբ ասում եմ իրացիոնալ, դա չի նշանակում, որ ինքը չի նկարագրվում, չի ըմբռնվում, դրա հետ մենք փոխազդեցության մեջ չենք, չէ, մենք լավ ենք զգում այդ իրացիոնալ երևույթների հետ։ Օրինակ սերը լրիվ իրացիոնալիզմ է։ Բայց եթե սերը հանենք մարդկային կյանքից, ինչ է մնում։ Կարող է 99%-ը մենք հանում ենք մարդկային կյանքից։ Հավատքը հանեցինք մարդու միջից, մարդուց ինչ է մնում։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Մի կամազուրկ աննպատակ արարած է դառնում մարդը, չի հասկանում ինչի համար է ապրում։ Այսինքն բաներ կան, որոնք թվում է թե ռացիոնալ չեն, բայց նրանք հավաքում մեզ մարդ են դարձնում, սրանք հիմքային հասկացողություններ են, եւ դարերով մարդիկ սա հասկացել են, սա օգտագործել են, սա դրել են կրթության եւ դաստիարակության հիմքում, եւ երբ որ ասել են մարդ, հասկացել են, որ այս մարդը ունի հոգի, ունի հոգեվոր ձգտումներ։ Եվ այդ իր հոգևոր ձգտումներով ինքը նաև ունի այդ անսահմանությունը, որին ձգտում են, հա, այսինքն այս տրանսհումանիստները, բայց դա բնական անսահմանություն է։ Ինքը իր հավատքով երկխոսության մեջ է այդ անսահմանության հետ, աստվածային անսահմանության հետ։ Ես պիտի ասեմ, որ տրանսհումանիստները ցավոք սրտի վաղուց ուշացել են, երբ որ անմահության մասին են խոսում եւ այլն, որտեղ այդ ամեն ինչը Քրիստոս արդեն արել է 2000 տարի առաջ։ Այսինքն, երբ որ նրանք անմահության մասին են խոսում, ոչ միայն հոգեվոր, որտեղ քրիստոնեության մեջ մենք հավատում ենք, որ մարդը ունի հավիտենական հոգի, այլ նաեւ ֆիզիկական անմահության մասին, ապա Քրիստոս իր հարությամբ, եթե իհարկե մենք հավատում ենք այս հարությանը, տվել է այդ հարցերի պատասխանը։ Համենայնդեպս քրիստոնեությունը ասում է ինչ է մարդու հետ լինելու եւ նաեւ ասում է ի տարբերություն այլ կրոնների, որ մարդու մեջ չկա ոչ մի պատահական բան։ Եվ մարդը ունի ամբողջական լուծում։ Այս հարցերի պատասխանները տրված են քրիստոնեության մեջ, բայց մի տեսակ այս ամբողջ շարժումը ինձ հիշեցնում է աստվածաշնչյան բաբելոնյան աշտարակաշինությունը։ Մենք տեխնոլոգիական տեսանկյունից հիմա զբաղված ենք բաբելոնյան աշտարակաշինությամբ։ Այսինքն ուզում ենք ձեռնոց նետել Աստծուն։ Հարիրին ուղղակիորեն ասում է, որ մենք ավելի լավ բան կստեղծենք, քան դու ես ստեղծել։ Ժխտելով Աստծուն, այս ամբողջ խոսակցությունը, այս ամբողջ գրքի մեջ գրվածը ուղղակի այսպես ձեռնոց նետել է քրիստոնեությանը եւ Աստծուն, Աստծո ստեղծագործությանը, որ մենք ավելի լավը կստեղծենք, քո ստեղծած արարչագործությունը լավը չէ, բայց այն ինչ իրենք նկարագրում են, դա սարսափելի է, որտեղ իրենք ուզում են մի փոխել մի բան, որի մասին իրենք բացարձակապես պատկերացում չունեն։ Իրենք ուզում են փոխել մարդուն կամ փոխարինել, բայց բացարձակապես չեն հասկանում, թե ով է մարդը։ Սրանով ես ուզում եմ ամփոփել մեր այսօրվա զրույցը, կարծում եմ շատ հետաքրքիր մենք քննարկում ունեցանք եւ ուզում եմ Արամի պես լավատեսությամբ ավարտել, որ մենք իսկապես ունենք շանս, եթե մենք վերադառնում ենք այն գիտակցությանը, այն ավանդությանը եւ այն գիտելիքին, որ դարերով մեզ պահել է որպես մարդ։ Իսկ դա հոգեվոր գիտակցությունն է։ Ձեզ բարի երեկո եմ մաղթում։